հատ անեկդոտ կա, այդ անեկդոտը գիտեք, իհարկե այդ անունը կրող բոլոր մարդկանցից ներողություն եմ խնդրում, մեկ-մեկին հարցնում, ասում է, անունդ ինչ է, ասում է Սպարտակ, ասում է, ինչի դու որ թիվ ես, որ հիմա այդ հարցից առաջին հարցը այդ որ թվի հարց ենք տալիս։ Վարչապետն այս անեկդոտը մեջ բերեց, երբ հիշեցրեցինք իր իսկ ելույթը, որտեղ նա հորդորում էր ընդդիմադիրներին հեղափոխություն անելով իրեն հեռացնել։ Այն ինչ որ դուք ասում եք, բոլոր մարդիկ գիտեն, բա դուրս եկեք հրապարակներ, կոչ արեք, հեղափոխություն արեք, բա ինչ եք եկել այս փափուկաթոռներին նստել։ Կառավարության նիստից հետո Ֆակտոր TV-ն Փաշինյանից հետաքրքրվեց հեղափոխության իրագործման համար թույլատրելի համարում է օրինակ ազգային ժողովում կամ այլ պետական հասարակական կառույցներում, փողոցներում, հասարակական վայրերում ծխարձակող միջոցների օգտագործումը։ Հիշեցնենք 2018 թվականի ապրիլի 11-ին Փաշինյանի թիմակիցներ Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանն ազգային ժողովի դահլիճում ծխարձակող միջոցներ կիրառեցին, դա անվանելով ազատության ջահ։ Փողոցներն անժամկետ փակելու գործողությունները դռները կոտրելով հատուկ պահպանվող տարածքներ մտնելը նույնպես կարող են լինել Փաշինյանին հեռացնելու գործիքակազմում, հետաքրքրվեցինք վարչապետից։ Մեր գործողությունների ճանապարհային քարտեզի մեջ մտնում է ճանապարհներ շրջափակելը, շենքեր շրջափակելը, գեներացնել քաղաքացիական այնպիսի ակտիվություն, որ մենք իրար հետ կարողանանք գնալ ազգային ժողով։ Փաշինյանին այսօր հիշեցրեցինք իր ամբողջ գործիքակազմը, որը կիրառում էր 2018 թվականին։ Հեղափոխության վարչապետ դարձած Փաշինյանը խուսափեց հստակ պատասխանից, միայն նշեց ցանկացած բան, որն արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի է, ինչը ոչ, անթույլատրելի։ Իսկ ինչպես է չափվում ժողովրդի լեգիտիմ կամքը։ Չափվում է ժողովրդի լեգիտիմ կամքի արտահայտման։ Ժողովրդի լեգիտիմ կամքը ինչպես արտահայտվում։ Արտահայտվում է 50+1%-ով։ Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի խոսքով Փաշինյանի իրեն հեղափոխությամբ հեռացնելու մասին հայտարարությունն ինքնին վտանգավոր է։ Պատեհ չէ նաև պետության ղեկավարի կողմից ասել, եթե դժգոհ եք հեղափոխություն արեք, ամեն օր հեղափոխություն անել ոչ միայն վնասակար է, այլև ընդհանրապես ցնցումներով անընդհատ հասարակությանը տանելը, դա կառուցողական չէ եւ ինստիտուցիոնալ չէ, դժգոհությունները բազմաթիվ մեթոդներ ունեն բարձրաձայնելու, այդ թվում նաև առողջ երկխոսությունները։ Պլյուս 374 քաղաքական ինքնորոշման ակումբի նախագահ Գարեկին Միսկարյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանը 50+1%-ի մասին հայտարարություններով փորձում է հիմք ստեղծել ապագայում իր կողմից իշխանության հնարավոր զավթման գործողությունները պաշտպանելու համար։ Այսինքն, եթե ինքը կարողանա ճնշել ցանկացած ընդվզում, ապա դա կհիմնավորի նրանով, որ այդ ընդվզումը 50+1% չի եւ դրանով կփորձի լեգիտիմացնել իր կողմից իրականացվող բռնաճնշումները ապագային տեղի ունենալիք։ Նկատենք Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանին հեռացնելու գործընթաց սկսելու պահին չուներ 50+1% ֆորմալ աջակցություն։ 2017-ի ընտրությունների ժամանակ նա ստացել էր ընտրողների 7%-ի քվեն։ Այս արդյունքներն ինչպես այսօր Փաշինյանին հիշեցրեցինք, նա չէր վիճարկել սահմանադրական դատարանում։ Ես չէի խոսում տոկոս ունեցող չունեցողի մասին, ես խոսում եմ ժողովրդի կամքի մասին։ Այն մարդը չի կարևոր, ով ինչ որ տոկոս ունի կամ չունի, ժողովրդի կամքն է կարևոր։ Միսկարյանն ասում է, որ Փաշինյանը մոլորեցնող հայտարարություններ է անում, քանի որ եթե որևէ ուժ ունենա ընտրողների կեսից ավելի աջակցությունը, ապա հեղափոխություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենալու։ Փաշինյանի հայտարարության խնդրահարույց լինելը հենց դա է։ Եթե 50+1% ինչ որ մի ուժ ունի, բնական է նորմալ պետության մեջ ինքը կգնա եւ ընտրություններում կհաղթի։ Իսկ եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, որ պետք է այդ 50+1-ով գնա եւ հեղափոխություն անի, նշանակում է
ի դեմս իրեն կամ մեկ այլ ուժի, իսկ այս դեպքում իր, որովհետև ինքն այդ հայտարարությունը անում, փորձելու է պահել այդ իշխանությունը չունենալով 50+1 աջակցություն, հանրային աջակցություն։ Իրավապաշտպան Զարա Հովհաննիսյանն արձանագրում է Փաշինյանի իրականացրած հեղափոխությունից հետո էլ քաղաքացիների ձայնը լսելի չէ պետական հաստատություններում։ Ըստ նրա ոչ թե հեղափոխության, այլ առկա խնդիրները լուծելուն ուղղված քայլեր պետք է ձեռնարկվեն։ Կարծում եմ նաև հեղափոխության կարևորագույն քայլերից մեկը պետք է լիներ ժողովրդի ձայնը ոչ թե փողոցում հասանելի դարձնելը, այլ շատ տարբեր հարթակներում։ Փորձում էին բռնությամբ ներս մտնել եւ հրում էին եւ այլն, ինչ է կարծում։ դռների, լուսամուտների։ Իրաց դուրն է, ոսին Առաջին տեսանյութում վարչապետն է հեղափոխությունից օրեր անց, երկրորդում հեղափոխությունից 4 տարի անց վարչապետի դեմ բողոքող ցուցարարի բերման ենթարկելու պահը։ Ինչ կանի Փաշինյանի իշխանությունը, եթե փորձեն իր իսկ մեթոդներով, ճանապարհ փակելով, երթևեկություն կատվածահար անելով իրեն հեռացնելու փորձ անել։ Տարիների ընթացքում տեղի ունեցած փոփոխությունները չեն խոսում իշխանության օգտին։